Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը, բայց երևի սկսենք հենց այս հարցից, այս շաբաթ մենք տեսանք, որ քաղբանտարկյալների ի աջակցություն քաղբանտարկյալների բողոքի ակցիա էր սկզբում գլխավոր դատախազության դիմաց, այնուհետև մարդիկ շարժվեցին, քաղաքական գործիչները, պարզապես մարդիկ շարժվեցին դեպի դատարան, որտեղ ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով դատավարությունը եւ Խնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը եւ չգիտեմ, պարոն Մարգարյան, ձեզ համար հասկանալի է այն վրեժխնդրությունը, այն քինախնդրությունը Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կնոջը 6 ամսից ավել պահել են կալանքի տակ եւ դեռ պահելու են մինչեւ գալիք տարվա փետրվար։ Խնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը։ Շնորհակալություն։ Կարծում եմ իրավիճակը բավական հստակ է եւ բոլորս տեսնում ենք ինչա տեղի ունենում։ Թեև իշխանությունները փորձում են շարունակաբար հերքել, որ Հայաստանում քաղբանտարկյաններ այդ առումով չկան, եւ իբր թե հոդվածներով եւ այսպես քրական հոդվածներով են ասում այն մարդիկ, ովքեր բանտում են գտնվում, բայց դե նույն պատճառաբանությունը բոլոր բռնապետներն են բերում, որ եթե բռնապետ չկա աշխարհում, որ քաղբանտարկելներ ունենա եւ ինքը խոստովանի եւ հաստատի, որ երկրում քաղբանտարկյաններ կան։ Բնականաբար իշխանությունները ամեն կերպ փորձում են քաղաքական նպատակներով իրենց ընդդիմադիրներին բանտերով պահել, ազատազրկման մեջ պահելը, ինչ որ պատրվակներով արդարացնել, ինչը Նիկոլ Փաշինյանն անում է, բայց այնինչ իրողության ականատեսը որ կանք այսօր հստակորեն կարծում եմ տեղավորվում է հենց քաղբանտարկյանների այդ հասկացության մեջ եւ այն մարդիկ, ովքեր այսօր անցնում են քրեական գործերով եւ հիմնականում ունեն ընդդիմադիր հայացքներ, շատ հստակ կերպով կարելի է բոլորին համարել քաղբանտարկյաններ, քանի որ այսօր նրանք անազատության մեջ են գտնվում եւ ինչպես դուք նշեցիք, իշխանության վրեժխնդրության, քինախնդրության զոհն է դառնում բացառապես իրենց գաղափարների, իրենց արտահայտած մտքերի համար եւ այն բանի համար, որ չեն հանդուրժել, չեն հանձնվել իշխանությունների դիմաց, փորձել են պայքարել, ինչ-որ իրավիճակ փոխել ու բնականաբար յուրաքանչյուրի վրա քրական գործեր կարելով, ինչ-որ բաներ փնտրելով, գտնելով, փորձում են իրեն զրկել անազատությունից։ Մի շատ կարևոր հանգամանք, որ հիմա այսօր այդ կալանքների երկարաձգման միջոցով իրականություն է դառնում Հայաստանում, դա ժամանակպես ասած խափանման միջոց կալանքը որպես պատժամիջոց կիրառելն է։ Գիտեք, որտեղ մարդը պիտի ունենա շատ հստակ կերպով դատվածություն, պետք է ապացուցված լինի իր մեղքը, որպեսզի սկսի իր, այդպես ասած, կալանավորման, ազատազրկման ժամկետը, այդպես ասած, կրել եւ պատիժը կրել։ Բայց այն մարդիկ, ովքեր այսօր ասում են քրական գործերով եւ գտնվում են բանտերում, տեսնում են 2 ամսվա գլխին վերանայվում է, էլի կրկին կալանքը երկարաձգվում է 2 ամսով, 3 ամսով, եւ սա շատ հստակ կերպով ապօրինություն է եւ կալանքը որպես պատժամիջոց կիրառելն է, քանի որ շատ հստակ գիտեն, եթե մարդկանց դատը ավարտվի, այդ մարդիկ հայտնվել են ազատության մեջ, արդարացվելու են, այդ ժամանակավոր կալանքները գործադրում են այս մարդկանց ինչ-որ կերպ պատժելու համար։ Այս անհասկանալի իսկապես մի բան է, իսկ կարծում եմ միջազգային իրավապաշտպանների ուշադրությանը պետք է անցնել այս բարական։ Օրինակի համար, եթե մեկին հասնում է, ինչ գիտեմ, 2 ամսվա ազատազրկում իր կատարած հանցանքի համար, իսկ մարդուն դու ժամանակավոր կալանքով 6 ամիս պահում ես կալանքի տակ, հետո 2 ամսվա իր բարձր պատիժ օրինակի համար, եթե պարզվի 2 ամիս է, 4 ամիս ինչպես է հատուցվում, որ մարդը մնացել է անազատության մեջ, եթե նույնիսկ ենթադրյալ հանցագործության համար։ Ես կարծում եմ շատ հստակ կերպով այսօրվա այդ ընթացքը, որ Հայաստանի արտարադատությունն է կիրառել, նման բանի մեջ է տեղավորվում։ Աշխարհի որից է կետում հատկապես նման տեսակի հանցագործությունների դեպքում դուք չեք տեսնի մարդկանց պահեն ուրեմն կալանքի տակ, նույնիսկ Միացյալ Նահանգներում օրինակ այստեղ փորձերը որ նկատեք, նույնիսկ հանցագործներին, այդպես ասած, ինչ-որ երաշխիքների դիմաց բարձր գնով, այդպես երաշխիք բաներ ստանալով իրենց ազատ են արձակում, բաց են թողնում, որտեղ հիմնականում չես կարող մարդուն մինչև իր մեղադրանքը չի ապացուցվել, պահես կալանքի տակ, ինչը այսօր դժբախտաբար Հայաստանում տեղի է ունենում։ Ինչքան ինչ-որ տեղի ունենում Լիդիա Մանթաշյանի դեպքում, արդեն մի տեսակ այս ամենի մեջ նաև ինքը իր տեսակի մեջ բացառություն է համարվում, մի կնոջ այդպես կալանքը երկարացնել, մինչդեռ նույն դատավորները այդպես միանշանակ ուրիշ, այդպես ասած, դատերի կապակցությամբ, որ նույն, այդպես ասած, մակարդակի են եղել, խափանման միջոցը փոխել են, հիմա ինչ-որ ուրիշ խափանման միջոց են կիրառել, բայց երբ խոսքը ասում է Լիդիա Մանթաշյանին, դրա կալանքը երկարաձգում են։ Պարզավոր այստեղ վրեժխնդրության հարց կա, քինախնդրության հարց կա, ամեն գնով նրան կալանքի տակ պահելու հարցն է, եւ կարծում եմ մեր միակին քաղբանտարկյանն է Լիդիա Մանթաշյանը, եւ Ես կարծում եմ շատ գնահատականներ մի քանիսը կարդացի եւ կարծում եմ երկրորդում եմ դրանց հենց առաջինը Բագրատ Սրբազանին ճնշման տակ դնել նախ խղճի տեսակետից
այսինքն ինչ-որ կնոջ իր պատճառով պահում են կալանքի տակ, փորձում են այդպիսով իր վրա նաև սրբազան հոր վրա եւ մյուսների վրա հոգեբանական ազդեցություն կիրառել։ Ու նաև մյուս հարցն էլ որ կա, սա ուղղակիորեն վերաբերում է իշխանական շրջանակներին, կարծացի ինչ-որտեղ չգիտեմ որքանի մոտ ճիշտ անգամ սխալ, նաև այդտեղ օրինակ Վահագն Ալեքսանյանի թեման կա, որտեվ եթե հիշեք ինչ-որ միջադեպ էր տեղի ունեցել միառժամանակ առաջ Վահագն Ալեքսանյանի հանգուցյալ մոր մասնակցությամբ, այդ հանգուցյալ կինը հարձակվել էր, ուրեմն այդպես ասած ակտիվիստների վրա, որոնց մեջ էր Լիդիա Մանթաշյանը, բախում էր տեղի ունեցել, այդպես միջադեպ էր տեղի ունեցել, եւ մի տեսակ կարծես նույն այդ միջադեպի հիմա վրեժը փորձում են այս միջոցով ժամանակավոր կալանքի միջոցով լուծել Լիդիա Մանթաշյանից եւ նրան պահում են անօրինական կալանքի տակ։ Ամեն դեպքում կարծում եմ սա անօրինական է այն հանցանքը, որ այդ նույնիսկ եթե ընդհանրենք այս մարդիկ ինչ որ սխալ են թույլ տվել կամ հանցանք են գործել, այդ հանցանքը այնպեսի չի կամ չեմ կարծում եմ մակարդակի լինի, որ այս մարդկանց հիմա պիտի պահել կալանքի տակ, կարելի է շատ հանգիստ այդ խափանման միջոցները փոխել, մինչև դատավարություններ եւ տեղի կունենա մարդիկ մնան ազատության մեջ։ Բայց դե տեսնում ենք այսօրվա արտարադատությունը Հայաստանում սա այն իրավիճակն է, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է ժողովրդավարության բաստիոնում եւ անկեղծ ասած Նիկոլից բացի ուրիշ բան չի կարելի ակնկալվել, ամեն գնով ատամներով փորձում ապես ասած բռնապետության պահել իշխանությունը, հանկարծ միտեղ մի շոր բան տեղի չունենա իր դեմ, բայց ամեն դեպքում կարծում եմ բոլոր բռնապետների պատմությունը ցույց է տալիս, որ այս իրավիճակը այդպես ասած երկար չի կարող շարունակվել, այս իրավիճակով դու չես կարող երկար մնալ, ամեն դեպքում միտեղ հայտնվելու ես փակուղու մեջ, ինչպես որ բոլոր բռնապետներն են հայտնվել եւ վերջնաշով ամեն դեպքում արդարությունն է, որ վերջում հաղթանակատանում եւ պարտությունը մնում է չարիքի։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ բանտում են դե նաև իրենք համայնքապետերի, Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել, Վարդան Ղուկասյանի որդուն առևանգեցին, ձերբակալեցին, այնուհետև տարան 2 ամսով կալանքի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ի վերջո, եթե այս իշխանությունները խոսում են, որ իրենք վախեր չունեն, որ իրենք անհանգստություններ չունեն, ապա այսպես ընտրված համայնքապետերին բանտելը ինչի դրսևորում է։ Դե Վալոդիա Գրիգորյանը սպանվեց իր տան դռան դիմաց, Դավիթ Համբարձումյանը, Վարդան Ղուկասյանը կալանքի տակ են։ Ասեք ամենի եթե բոլորը անվանապես հաթա չհիշենք, բայց եթե ամբողջությունն ենք նկատի առնում, Նիկոլը երկու մեթոդ է կիրառում ընդհանրապես ընդդիմադիրներից ձերբազատվելու համար, հատկապես նրանք եթե համայնքի ղեկավարներ են, ունեն այդպես ասած հեղինակություն իրենց տարածքների մեջ, մի տեսակ Նիկոլին զրկել են այդ պետական ռեսուրսներից օգտվելու հնարավորություններից իրենց համայնքապետ լինելու կամ իրենց այդ վարչական այդ կառույցը ղեկավարելով, երկու մեթոդ է կիրառում, կամ փորձում են դրանց ազատազրկել, կամ այդպես ասած նրանց ազատությունից ազրկում, կամ այդպես ասած ֆիզիկապես է վերացնում։ Իսկ այսօրվա իշխանությունների կիրառած մեթոդն է եւ ցավոք սրտի ես պիտի ցավով արձանագրեմ, որ այս ամեն ինչը դժբախտաբար անտեսվում է միջազգային կառույցների կողմից։ Այն ամեն ինչը, որ այսօր Հայաստանում տեղի ունենում արդարապես ասած այն նման ապօրինություններ, որոնք տեղի ունենում, եթե դրանց 1/1000-ը նախկին իշխանությունների օրոք եղած լինեին, տեսեք ինչպիսի այդպես ասած վայնասուն էր բարձրանալու տարբեր իրավապաշտպան կառույցների կողմից, սկսած ներքին մինչև միջազգային, արևմտյան, բոլոր տեղերից այդպես ասած բողոք էին բարձրացնելու, փորձելու են բողոքել։ Հենց Լիդիա Մանթաշյանի դեպքում տեսեք այդ ինչ կանանց իրավապաշտպաններ, բաներ, բոլորը սկսելու էին բողոքել, որ այս ինչ իրավիճակ է, բայց հիմա եթե Նիկոլի օրոք է դա տեղի ունենում, մի տեսակ կարծես ամեն ինչ իրենց համար նորմալ է, փորձում են աշները փակել, հանկարծ մի բան չասել, թե խոսք Նիկոլի իշխանությունը դրանից հանկարծ չսասանի, որտեղ կարծում եմ այս ամեն ինչը նաև տեղավորվում է իրենց շահերի շրջագծով, բայց հստակ է կարծում եմ բոլորս էլ ականատեսն ենք այն իրավիճակի, որ տեղի ունենում, որտեղ եթե պարագան 1 պարագալիներ, 2 պարագալիներ, կասենք օքեյ, այդ 1-2 պարագան է եւ հիմա այդ մարդիկ թերություն են ունեցել իրենց գործունեության մեջ, սխալ են թույլ տվել, հիմա արդարադատություն էլ գնացել է իրենց դռանը եւ այդ մարդկանց, այսպես ասած, փորձում է օրենքով օրենքը գործադրել այդ մարդկանց կապակցությամբ, բայց եթե այդ մեթոդը կիրառվում է բոլոր այդպես ասած ընդդիմադիր համայնքապետների դեպքում միանշանակ ով այդպես ինչ-որ պաշտոն է զբաղեցնում կամ ինչ-որ ընտրություններում հաղթում է անմիջապես այդ իրավիճակի դեմ ստեղծվում, արդեն պարզավոր սա ոչ թե պատահականություն է, այս շատ հստակ մարտավարություն, քաղաքականությունն է, որ իրականացվում է այսօրվա իշխանությունների կողմից, բայց ինչպես նախորդ հարցի վերջում էլ ասեցի, չեմ կարծում այս իրավիճակով Նիկոլը կարող է երկար ժամանակ շարունակել, որտեղ ինչքան այսպես ասած մխրճում ես այս հարցի մեջ, ավելի ես գնում ցեխի մեջ եւ դրանից դուրս գալ իր համար շատ ավելի դժվար է լինելու եւ մի օր ինքը խեղդվելու այս իրավիճակի մեջ, որ ինքը ստեղծել է իր շուրջ։
Մենք առաջ ենք ունեցել ձեզ հետ խոսելով աղաշապատում կայացած ընտրությունների վերաբերյալ, այսպես տոնում էին ջախջախիչ հաղթանակ են տոնել, նորից հա գալով դե որ ջախջախիչ հաղթանակ եք տոնում, որևէ վախ չունեք։ Նույն օրը ընտրությունների անմիջապես օրը գիշերը մտան հաղթանակ դաշինքի անդամների, ներկայացուցիչների տներ, ձերբակալություններ, խուզարկություններ։ Խնդրեմ այս մասով Էջմիածնում ընտրություններ ինչ դասեր պետք է քաղել։ Այս թեմայի մասին կարելի է երկար խոսել, բայց ես շատ համառոտ հիմա ամփոփեմ ինչ որ եղել է, առիթ կլունեմ որ Իսարեթով գուցե ավելի ամփոփ երկար խոսելու այս թեմայի մասին։ Այ որ ընդդիմությունը չհաղթեց, կարծում եմ դա միանշանակ է, կարծում որից մեկը չի զղտում դա, բայց ես դա չեմ համարում նաև պարտություն ընդդիմության համար։ Նիկոլ Փաշինյանը այո կարողացավ ամեն դեպքում թույլ չտալ որպեսզի Գյումրիի օրինակը վաղարշապատում կրկնվի, քանի որ իրենք դասեր քաղեցին եւ անմիջապես գործի անցան, որպեսզի դա թույլ չտան։ Եթե հիշեք, Գյումրի ընտրություններից մոտավորապես 1 ամիս հետո էր, որ իրենք վաղարշապատի, այսպես ասած, տարածքային կառավարման այսպես կառույցներ փոփոխություններ եղան, Խոյի համայնքը 17 գյուղերով բերան միասեցին միանգամից վաղարշապատ համայնքին եւ հիմա տեսնում ենք այդ համայնքներից է հիմնականում գալիս Նիկոլի ձայներ, որտեղ իրենք գիտեն գյուղական համայնքներում ձայներ ունեն, փորձեցին այդ համայնքը ավելի խոշորացնելով այդ գյուղերը միացնելով, ավելի այդպես ասած իրենց ձայների երաշխիքը բարձրացնել, որպեսզի կարողանան ձայներ ունենալ։ Կարծում եմ իրենք շատ հստակ գիտեին, որ ինչ են անում եւ ծրագրավորված են աշխատել։ Այդ տեսակետից ես կարծում եմ պետք է այդպես ասած գնահատել անկեղծ ասած իրենց մոտ փորձենք իրենցից նաև մենք սովորենք ինչ-որ բան, որ ինչքան արագ են կարողանում կազմակերպվել եւ հաջորդ ընտրությունների համար պատրաստվել, իրենց պարտությունից դասեր են քաղում եւ պարտությունը ինչ-որ ուրիշտեղ փորձում են ինչ-որտեղ վերածել հաջողության։ Բայց կարևոր մի հարց, որ այստեղ թեմա կար, օրինակի համար այն էր, որ Նիկոլը հիմնականում չմասնակցեց վաղարշապատի ընտրությունների քարոզարշավին, ամեն տեղ էլ խոսվեց, որ այստեղ իրան ասել էին, որ Էջմիածնում չգաս, չմասնակցեց, քանի որ իր ներկայությունը դա ավելի բացասաբար ազդում։ Սա կարծում եմ շատ հստակ կերպով խոսում է իրենց պարտության մասին, մարդ ումի ներկայությունը ժամանակին երաշխիք էր, այսինքն ուսապարկերը կարողանում էին իր ներկայության շնորհիվ մտնեն ազգային ժողով, հիմա ասում են, եթե դու գաս, մարդիկ ովքեր խոշոր ձայներ հավաքելու շանս ունեն, վերածվելու են ուսապարկերի եւ չեն մտնելու ազգային ժողով։ Մի տեսակ ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծվում եւ տեսանք Նիկոլը օրինակ ընդհանրապես չմասնակցեց քարոզարշավին, Ալեն Սիմոնյանը գնաց, կարծում եմ 2000 հոգի էլ ավել այդ ամփոփիչ հանրահավաքին չէին մասնակցել։ Սա կարծում եմ շատ հստակ կերպով խոսում է նաեւ այսօրվա իշխանությունների վարկանիշի մասին։ Նաեւ պաստառները, որոնք իրենք նախագծել էին մի տեսակ, այսպես ասած, շատ ման էին գրել իրենց մասնակցությունը, եթե նայեք պետք է խոշորացուցով մանգայի պաստարի վրա, որ տեսնեի քաղաքացիական պայմանագիր անունը, փորձում էին կենտրոնանալ անձի վրա, ոչ թե քաղաքական կուսակցության անվան վրա, որտեղ իրենք գիտեն, որ եթե իրենց անունը որից է բանի հետ փող կապակցվում է կամ Նիկոլին, հիմնականում այդտեղ իրենք պարտություն են կրում։ Նաև անձը, որ իրենք ընտրել էին, այդպես Արգիշտի Մեխակյանը, ամեն դեպքում չպիտի ընդունենք, որ ինքը զոհված, արցախյան զոհված ազատամարտիկի որդի, ամեն դեպքում այդ հոգեբանական գործոնը, որքան էլ որ հիմա ինքը ԿՊ-ի հետ համագործակցում այս պահին դերակատար է եղել։ Այս ամբողջ այսպես ասած մեկտեղելով իրենք փորձեցին եւ կարողացան ամեն կերպ այդ համայնքի ընտրությունները փոխել հոգուտ իրենց եւ թույլ չտալ որպեսզի ուրեմն եւ Գյումրի երկուսը տեղի ունենա։ Բայց մյուս կողմից եթե նայենք ընդդիմության արձանագրած արդյունքները այդպես ասած կարևոր էին, որտեղ ընդդիմությունը շատ հստակ կերպով իր անունով մասնակցեց, այսինքն հաղթանակ դաշինքը բոլորը գիտեին, որ այդտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են եւ դաշնակցությունն են եւ կարողացավ մոտավորապես 32% ձայն հավաքել։ Մայ Հայաստան դաշինքը շատ հստակ կերպով իր ձայներով մասնակցեց, կարողացավ շեմն անցնել եւ մտնել ազգային մանդատը ստանալ եւ մտնել ուրեմն ավագանի կազմում։ Ես կարծում եմ գոնե արտվազատ երկու ուժերը կարողացան արդարացնել իրենց մասնակցություն ընտրություններին, բայց ամեն դեպքում ինչպես մյուս ընտրություններ այդտեղ կային նաև մանր-մունր կուսակցություններ, որոնց մասնակցությունը ամեն տեսակ ամեն կերպ, այսպես ասած, մի տեսակ պատճառաբանված չէր, օրինակի համար Ռաֆի Հովհաննիսյան մասնակցեց 400 ձայն ավել չէր կարողացել հավաքել, միշտ այդ ձայները մեկտեղելով գուցե ավելի արդյունավետ աշխատանք կարողանային տանել։ Մեկ խոսքով ես կարծում եմ սա պետք է մեզ համար դասեր լինի հաջորդ ընտրությունների համար։ Շատերը մեզ վախեցնում են, օրինակ ասում են դե տեսակ վաղարշապատում ինչ եղավ 2026-ին նույնն է լինելու։ Ես ուզում եմ ասել, որ վաղարշապատի ընտրությունները
հիմք չեն կարող ծառայել 2026 թվականի ընտրությունների համար, որտեղ այն ամեն ինչը, որ Նիկոլը գործադրեց վաղաշապատում պարտություն չկրելու համար, դա 2026 թվականի ընտրություններում չի կարող գործադրել, որտեղ այնտեղ այլևս համայնքների խոշորացման թեմա չի կարող բերել գյուղեր, բերել միասներ ձայն հավաքել, որտեղ համապետական ընտրություններ են, անխուսափելիորեն ինքը պարտավոր է մասնակցել, չի կարող հեռու մնալ չմասնակցել, ամեն դեպքում ինքն լինելու այդ ընտրաշավի կենտրոնում, իր կուսակցությունը լինելու այդ ընտրաշավի կենտրոնում, ամեն դեպքում սրանք գործոններ են, որոնք այս ընտրություններում Նիկոլ այդ գործոններից օգտվեց պարտություն չկրելու համար, բայց համապետական ընտրություններում դրանք չի կարողանալու գործարկել։ Ես կարծում եմ պիտի դասեր քաղենք, այսինքն հենց այնպես որ իրենք Գյումրիից հետո լսել են շատ արագ վերլուծել են իրավիճակը եւ դրանից դասեր են քաղել հաջորդ ընտրություններում։ Մենք պիտի վաղաշապատի ընտրությունները լինի մեզ համար դաս, որպեսզի հասկանանք հաջորդ ընտրությունները ինչ կարող են անել։ Օրինակի համար, եթե մենք ունենանք մատ ուրիշ հզոր բլոկ, օրինակ այս հաղթանակ դաշինքի բացի նաև Մայր Հայաստան կուսակցությունից բացի լիներ մեկ երրորդ ընդդիմադիր ուժեղ բլոկ այդտեղ ներկայություն ունենալ եւ կարողանալ մանդատ ստանալ մտներ ավագանի մեջ, հավանաբար իրավիճակ այսօր ուրեմն փոխված կլիներ։ Կարծում եմ այդ մոդելը կիրառելով գուցե ինչ որ հնարավորություն լինի մինչեւ 2026 թվականը ամեն կերպ պատրաստվել ընտրությունների համար, եթե մինչեւ այդ ուրիշ այդպես ասած իրավիճակ չստեղծվի։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները շարունակում են կերակրել կեղծ խաղաղության, այսպես ասենք, դարաշրջանով, սրան զուգահեռ կարծում տեսել եք Հայաստանի քաղաքասարակությունից ներկայացուցիչներ են մեկնել Բաքու, իրենցից է սպասում նաև կարծում լրագրողներ են Ադրբեջանից եկել Հայաստան։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ այս ճակերտավոր խաղաղությանը զուգահեռ մենք տեսնում ենք այս օրերին ադրբեջանական եւ թուրքական կողմը շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ֆիդանը ասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրողություն կդառնա միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, այսպես կոչված։ Խնդրեմ։ Եկեք ձեր հարցին մոտ կպատասխանեմ, խնդրեմ եթե հակառակ մոռացամ հիշեցնեք ինձ, բայց նախին հարցի շարունակության մեջ մի բան ուզում եմ անպայման նշել, որ մոռացամ շարունակեմ, որտեղ թեման կապակցությամբ էր։ Ուրեմն Էջմիածնի ընտրություններից հետո եթե Նիկոլը հիշեք մի հատ այդպես հայտարարություն տարածեց, շնորհավորեց Արգիշտի Մեխակյանի հաղթանակը, ճիշտ այնպես կարծես մեկ ուրիշ մեկի այնքը շնորհավոր, բայց այդտեղ չեմ երրորդ քաներորդ տողներ, որ այդպես կապել էր Էջմիածնի դեմ ուրեմն Արշավիթ հետ, որ այո ժողովուրդը միանշանակ այդպես իր այոն ասեց, որպեսզի մենք Արշավը շարունակենք Էջմիածին ազատագրելու այդպես այդ բառերով ասենք, բայց շատ հստակ կերպով այդ ընտրությունների ժամանակ ուզում եմ արձանագրել, որ որից այդտեղ ոչ մի լոզունգ չի եղել կամ կարգախոսների մեջ քարոզչությունը իրենց քարոզչական այդպես ասած կարգախոսների մեջ չկար, որ ժողովուրդ եկեք դուք Արգիշտի Մեխակյանին ձայն տվեք, որպեսզի մենք հետո գնանք Էջմիածին ազատագրենք։ Ընդհանրապես այդ ընտրությունները մեթոդներից մեկն էլ որ Նիկոլը կիրառեց, այդ էր որ չքաղաքականացրեց, փորձեցին մնալ հենց քաղաքային հարցերի վրա։ Հիմա դրանից հետո Նիկոլը փորձում է այդպես ասած ժողովրդի ինչ որ ուրիշ հարցի տված ձայները բերել այդպես ասած դնել իր հաշվին, որ ահա ժողովուրդը եկել են ձայն են տվել, որպեսզի մենք գնանք Էջմիածին ազատագրենք։ Սա կարծում եմ Նիկոլի այդպես ասած քարոզչական մեթոդներից մեկն է որ կիրառվում է, բայց հույսում եմ որ ինքը կհասկանա, որ այդ ձայները, որ ժողովուրդը տվել են, դրա համար չեն տվել եւ ինքը որից աջակցություն չունի այս հարցում, հատկապես որ բուն Էջմիածին քաղաքում, որից այդպես ասած, եթե չեմ սխալվում, իրենք հիմնականում շատ էլ այդպես հաջող ուրեմն արդյունքներ չէին արձանագրել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր տված այդ հարցին քաղաքասարակությունների այդ փոխկայացություններին, ես այսօր գրառում եի արել։ Ուրեմն ինչպես գիտեք, կարծեմ մեկ ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում, Ադրբեջանից քաղաքասարակության ներկայացուցիչներ եղան Հայաստանում, եկան այստեղ այցելության, պատահաբար հանդիպեցին հենց այն մարդկանց հետ, ովքեր հիմա այսօր երեք կարծում եմ արդեն չարտերային թռիչքով թռել են գնացել են Բաքու, որպեսզի այնտեղ հանդիպումների մասնակցել։ Ես այսօր էլ գրել եմ մարդիկ, ովքեր Նիկոլի հրավերով եկան Հայաստան ադրբեջանցիները, շատ հպարտ էին եւ ուրախ էին վերադառնալուց, հպարտությամբ կարող էին գլուխները բարձր պահել, որտեղ Նիկոլի շնորհիվ իրենց հաջողվել էր, այդպես ասած, հաղթական մուտք գործել Երևան, գալ դինել Երևանում, որը հիմա իրենք կեղծ կերպով իրենց պապենական հայրենիքն են համարում, ինչ գիտեմ հավակնություններ ունեն, Երևան են կոչում եւ վերադառնալուց բնականաբար հպարտալնս են, բայց տեսակ մենք կարողացանք գնալ Երևանի կենտրոնում, կանգնել, այսպես ասած, հարցազրույցներ տալ, Երևանում իրենց ասած
Բայց հիմա մերոնք, որ ասում չեմ ուզում ասել մերոնք, որտեղ դրանք մերոնք չեն, այդ թրկասերներ, ովքեր նստել են ինքնատիպ գնացել են Բաքու եւ այնտեղ մասնակցել են նման հանդիպման, ես հիմա ուղղակի ուզում հարցնեմ, այս մարդիկ ինչով են հպարտանալու վերադառնալու, այսինքն ինչ հպարտանալու բան ունեն կամ ուրախանալու բան ունեն, այսպես ասած հակակշռելու համար ադրբեջանցիների այդ հպարտանքը։ Միակ բանով, որ իրեն կարող են հպարտանալ, այնա որ իրենց անվտանգությունն այնտեղ երաշխավորվել է, գիշերը մեկ իրենց կացնով չի արվածել, իրենց վիզը քնած տեղը չեն կտրել, միակ բանը որ կարող են ուրախանալ դա է, որտեղ այդտեղ որից այդպես ասած ոչ ձեռքբերում է մեզ համար ունենալու հատկապես այն պայմաններում, որ այդպես ասած իրենց այցելած այս նույն քաղաքի մեջ այս պահին բանտված են մնում մեր Արցախի ղեկավարությունը, տասնյակ հայորդիներ անօրինաբար այդպես ասած կալանքի տակ են պահվում, դատավարություններ են գնում, ցմահից մինչև այսինքն երկարատև ազատազրկումներ են իրենց համար պահանջել։ Ու այս իրավիճակում գնալ նման պես ասած հասարակության, ինչ գիտեմ, քննարկումների մասնակցել, առնվազն կարծում եմ այս պահին ծիծաղելի համարում, որ ոյս այդպես նպատակի չի հետապնդում։ Նպատակ չի հետապնդում։ Իսկ լրագրողների արդեն այսօր նաև կար որ միաժամանակ առաջ Օրբելի կենտրոնում ինչ որ միջոցառում է եղել, լրագրողներ են Ադրբեջանից եկել, մասնակցել են եւ մասնակից են եղել։ Հետաքրքիր է, որ այս ամեն ինչը իրենք են իմանում են, որ ինչպեսի արձագանք կարող է ունենալ մեր հասարակության մեջ եւ փորձում են ինչքան հնարավոր է դրանք այդպես ասած լուր անցկացնել այցելությունները, պարտադրանք դրված է իրենց վրա, որ սրանք պետք է գան անպայման Հայաստան այցելեն, բայց տեսեք, այստեղ այդպես էլ չեն իրենք քարոզչություն տանում, փորձում են թակում պայել, որտեղ գիտեն ամեն դեպքում դրանց արձագանքը մեր հասարակության մեջ բացասական է լինում եւ այդպես միանշանակ դրական կերպով ուրեմն չի ընտրվում։ Չեմ կարծում, այսպես ասած, այս ամեն ինչը նպաստելու է խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը անգամներ ասել են, գուցե միլիոներորդ անգամն է սա կրկնվում, որ միակողմանի չի լինում, խաղաղությունը պետք է երկու կողմից դրա ցանկությունը լինի, որքան էլ որ Նիկոլը փորձի խաղաղության կարգախոս վանկարկել, իսկ մյուս կողմից դրա խաղաղության գործնական քայլեր չվերցնեն, կարծում եմ որից արդյունք մենք չենք հաղելու։ Հիմա տեսնում ենք Նիկոլը ասում է, որ մեր տարածքում Զանգեզուրի միջանց չի լինելու։ Հիմա անգամներ ասել ենք, հիմա ինչ կարևոր է որ դրա անունը կլինի Զանգեզուրի միջանց, հետ կլինի Trip-ի, ես ինչ գիտեմ Trip-ը, կարևոր է տրամաբանությունն է, որ այդտեղ գոյություն ունի այն իրավիճակն է, որ այդտեղ ստեղծվելու է։ Հիմա դա Զանգեզուրի միջանցքի անվան տակ կլինի թե Trip-ի անվան տակ։ Հիմա Նիկոլը մի հատ հնար կա գործադրել, ասել դե մեր տարածքի մեջ այդ 30-40 կիլոմետրը որ կառուցում եք, անունը եկեք Զանգեզուրի միջանց չդնենք, որպեսզի մեր հասարակության մոտ այդ բացասական վերաբերմունքը որ կա, այդպես ասած չբախվի դրան։ Հիմա դուք ուզում եք ձեր տարածքում Ադրբեջանում, Թուրքիայում, որտեղ որ ուզում եք դա կոչեք, կարևոր չի Զանգեզուրի միջանց կոչեք, բայց այդպես ասած մեր տարածքում դա կոչեք մենք Trip եւ դրանով մեր հասարակությանը կփորձենք խաբել։ Բայց կարծում եմ մի քիչ խելք ունեցող մարդը կարող է հասկանալ, որ այս ամեն ինչը մի հատ ամբողջական փաթեթի մեջ է տեղավորվում, որը կոչվում է միջանց Զանգեզուրի միջանց, հիմա որքան էլ որ անունը փոխեն, շեշտում եմ, կարևորը այդ տրամաբանությունն է, որ այդտեղ գոյություն ունի հայկան վերահսկի հիմա շարունակաբար փորձում են որ մեր ինքնիշխանության տակ է, մենք ենք վերահսկելու, բայց Բևնու կողմից Ադրբեջան ասում է ես հայերի չպետք է հանդիպեմ։ Սպասենք, տեսենք այդ ձևաչափը, որ կարողանում են գտնել, որ այս երկուսը մեկտեղվի, ինչպես է, որտեղ անհամատեղելի բաներ են հայերի չհանդիպել այդ ճանապարհի վրա, բայց միևնույն ժամանակ մեր ինքնիշխանությունը այդտեղ լինի, սա ասած մի հատ այդպես չգիտեմ ինչա որ միայն Նիկոլը կարող է այդպես ասած դրա բացատրություն տա մեզ։ Եվ նաև կուզեմ այս հարցին անդրադառնալ եւ դա ինչ ազդեցություն հետագայում կունենա մեզ վրա, արդեն բարձր է որ Միացյալ Նահանգները, այսպես ասենք, Զելենսկուն Թրամփը ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 27-ը վերջնական որոշում կայացնելու մասով խաղաղություն կնքելու հետ կապված մի քանի սկզբունքներ, կետեր, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Դժվարում եմ հիմա գնահատական տալ, սպասենք տեսենք ինչ ա լինում։ Երկու դիտանկյունից կարելի է նայել, մեկ են որ ասենք Ռուսաստան եթե ձերբազատվի Ուկրաինայի պատերազմից, այն ճակատում պատերազմից, գուցե ավելի երկար ժամանակ ունենա կամ ավելի ուշադրություն ցուցաբերի, ասենք մեր տարածաշրջանի կապակցությամբ, իրավիճակը մեր տարածաշրջանում սկսի մի փոք փոխվել, ասենք այդ հօգուտ Ռուսաստանի, որտեղ հիմա վերջնաշոտ նրանց ուշադրություն ավելի շատ դեպի ուկրաինական ճակատա, մի տեսակ կարծես Կովկասը անտեսվել է կամ եթե չասենք անտեսվել առնվազն այդ առաջնահերթությունը որ պետք է ունենա իրենց համար չունի իսկ Ուկրաինայի պատերազմի խնդիրը լուծվելուց հետո բնականաբար ավելի այդպես ասած հստակ ռեսուրսներ կարելի է տրամադրել նաև այս տարածաշրջանով զբաղվելու բայց գուցե վախենում եմ ես իսկապես մի ինչ-որ մտահոգություն շարունակաբար իմ մոտ կա որ
հնարավոր է որ այստեղ մի հատ ինչ-որ նաև գործարք ասենք Ռուսաստանի Միացյալ Նահանգների մեջ լինի, այսինքն ես ինչ գիտեմ Ուկրաինայի խնդիրը կարգավորելու, Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու, հօգուտ Ռուսաստանի խնդիրը կարգավորելու համար, ասենք Կովկասի հիմա Ռուսաստանը ժամանակավորապես թողած լինի, ասենք Արևմուտքի Միացյալ Նահանգներին, Թրամփին ասած լինի Կովկասը ձեզ, իսկ Ուկրաինան պիտի վերադարձնես մեզ, որպեսզի մենք կարողանանք այդտեղ վերահսկող լինենք։ Հիմա անկեղծ հիմա մի քիչ դժվար է գնահատականը դա, պիտի սպասել տեսենք զարգացումները ինչպես են գնում։ Հիմա Զելենսկին կարծես հիմա այդքան էլ կարծես գող չի այս իրավիճակից, բայց որքան ինքը կարողանա դիմադրել այս իրավիճակին, չհամաձայնվել, հիմա դժվար է ասել, որտեղ արդեն քաներորդ խաղաղության նախագիծն է, որ Թրամփը առաջարկում է, տեսենք, սպասենք, տեսենք այս մեկի հետ կհամաձայնվեն եւ կողմերը խաղաղություն կհաստատվի թե չէ, որից հետո կարծում կարելի ավելի հստակ իրավիճակի մասին խոսել։ Բայց ամեն դեպքում իրավիճակի փոփոխությունը ամեն դեպքում կախված է մեզանից, այսինքն նստել հույս կապել, նայել, տեսել Միացյալ Նահանգներն ինչ անում, Ռուսաստան ինչ անում, մյուսները ինչ են անում, կարծում եմ սա շատ սխալ մոտեցում պետք է լինի։ Ամեն դեպքում մենք ենք, որ պետք է մեր ճակատագիր որոշենք, անկախ նրանից թե միջազգային հանրության մոտ ինչ է լինում, որտեղ վերջնաշով եթե մեր մոտ լինի հզոր պետություն, հզոր իշխանություն, հզոր կառավարիչներ, ղեկավարներ, մենք ցանկացած իրավիճակ, որ ստեղծվի մեր տարածաշրջանում, դա կարողանանք դրան հօգուտ մեզ ծառայեցնել, բայց այսօրվա պայմանների մեջ դժբախտաբար մենք ենք, որ դարձել ենք ուրիշների խնդիրների լուծման առարկան եւ դա է, որ մեզ այս պահին, այսպես ասած, վնաս է հասցնում։ Եվ պարոն Մարգարյան, ամեն դեպքում այո Նիկոլ Փաշինյանը վաղաշաբաթի ընտրությունների հաջորդ օրը վաղարավոտյան գրեց, որ ըստ էության իրենք վեն տվել, որպեսզի վեհարանը գրոհի։ Խնդրում եմ այս արդյոք ձեր տեսակետը, դուք իհարկե շատ մանրամասն եւ հետեւողական անդրադառնում եք այդ աղոթքի նախաճաշին եւ դրանից հետո իրողություններին։ Ըստ էության, ասում են դուք եք, ասում խիարը թարս աճեց, այսպես ասենք, տեսանք ինչպիսի հայտարարություններ եղան։ Խնդրեմ ինչ սպասել եւ պարզ է, որ գիտակցում ունեն իրենք, որ հակազդեցություններ է լինելու, հայ մարդը կանգնելու է իր եկեղեցու, իր հավատքի, իր արժեքների կողքին։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ Էջմիածնի դեմ իր, այսպես ասած, գործնական քայլի գնալը ժողովրդային մեծ աջակցություն կստանար եւ ժողովուրդը կգար կկանգներ իր կողքին այդ քայլին կաջակցեր իրեն կողմանավոր իր թիկունքին կանգնած կլինի, ես խոսամ տալիս որ վարքյան չեր սպասի անմիջապես իր ռեյտինգը բարձրացնելու համար իր պես զորությունը ցույց տալու համար հենց վաղ առավոտյան այդ գրոհը կկազմակերպեր կփորձեր մտնել վարան։ Իսկ եթե այսքան ամիսներից հետո միայն խոսքի մակարդակում ամենացել իր ասածները եւ հիմնականում տեսնում եք փորձում այլ միջոցներով խնդիրը լուծել դա խոսում է մասին, որ ինքն շատ լավ է գիտակցում, որ ամեն դեպքում ժողովրդային աջակցություն այդ քայլը չի ստանալու։ Անկախ նրանից, որ հիմա անհատ հոգեվորականների կապակցությամբ ժողովուրդը ինչ տեսակետ կարող է ունենալ, բայց մեկը մայր Արթուր Սուրբ Էջմիածինը, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն կերպով այնպիսի ինստիտուտներ են, որ դրանց հետ կատականել չի լինի, եւ Նիկոլը այնպես չի, որ այդպես ասած հեշտությամբ կարողանա դրանց մոտենալ, եւ ես կարծում եմ ինքը իր գնահատականները, որ ստանում է, շատ հստակ կերպով իրեն հուշում են, որ ամեն դեպքում ժողովրդային աջակցություն այս քայլը չի ունենալ։ Եվ ես չեմ կարծում, որ դա լինելու է, ես կարծում եմ ժողովուրդը ամեն կերպ չեմ աջակցություն ցույց տալով, չերկրորդելով Նիկոլի այդ թեմաները ամեն դեպքում իր աջակցությունը միջավ այս պահը ցույց է տվել եւ կանգնած է եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմին, կաթողիկոսի կողմին եւ մեր եկեղեցու կողքին։ Իհարկե, Եվան Նիկոլը փորձում է այնպես ձևացնել, որ սրանք ընդհանրապես եկեղեցու դեմ ծրագրված քայլեր չեն, բայց այն մասնակիցները, որոնք մասնակցում են այդ աղոթքի նախաճաշին այս շրջանակը, որոնք իրեն շրջապատել այդտեղ շատ հստակ է խոսում այն մասին, որ այս շարժումը մի տեսակ աղանդավորական շարժում է, լրիվորեն իր բացատրությամբ տեղավորվում է աղանդավորական այդ շարժումների մեջ, պատմության ընթացքում մի քանիսը մենք ունեցել ենք, ականատեսը եղել ենք, բոլորի նպատակն եղել է հարվածել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որից է մեկն էլ այդպես չի ասել, որ ես եկել եմ միշտ եկեղեցու կամ քրիստոնեության դեմ պայքարել, բոլորն էլ թաքնվում են կեղծ քրիստոնեության անվատակ, փորձում են հարվածել եկեղեցուն, բայց դե հիմնականում բոլորն էլ աղանդավորական ուրեմն շարժումներ են եւ Նիկոլն էլ հիմա մի տեսակ այդպեսի մի հատ աղանդավորական գուցե շարժում ինքը իր համար է ձևավորել, փորձում է դա իրականություն դարձնել, ասում եմ, բայց բարեբախտաբար ժողովրդային աջակցություն կարծում եմ մինչեւ այս պահը ինքը իր գնահատականներում եկել այն եզրակացության, որ չունի եւ գործնական քայլի չի գնում։ Բայց միևնույն ժամանակ այնպես էլ չի, որ ինքը ձեռքերը ծալած նստի, ամեն դեպքում մի հատ այդպես խաղ ինքը սկսել է, մի հատ թեմա բացել է եւ հիմա դրա տակը մնացել ամեն կերպով պիտի փորձի մի տեսակ
հասնել իր նպատակին հիմա կողմնակի միջոցով, տեսնում ենք փորձում է եկեղեցուն ներսից պարակտել, ամեն օր մի տեղից մի հատ կարկալույց քահանա է ճարում, մի հատ կարկալույց հոգևոր արքան է ճարում, մեկին ճարում, այդպես ասած փորձում է նրանց միջոցով եկեղեցին ներսից կազմակերպել, ես կարծում եմ պիտի եկեղեցին փորձի ներքին իր միասնականությունը պահպանել, նաև ժողովուրդը պիտի հասկանա, որ սա պես ասած այդ կարկալույց քահանաները հիմնականում ծառայում են Նիկոլ Փաշինյանի օրակարգին, այն արշավի մեկ մասնիկն են, որ ինքը կազմակերպել է եկեղեցու դեմ եւ բոյկոտելով այդ մարդկանց, անտեսելով այդ մարդկանց միջոցառումները, արարողությունները, չգնալ չմասնակցել այդ միջոցառումներին եւ այդպիսով կարծում եմ ժողովուրդը նաեւ իր հստակ դիրքորոշումը կայտնի այս արշավի կապակցությամբ։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, որ Ես եմ համաձայնեցիք շնորհակալ։ լսելիցին։